Ողջույն։ Մի քանի օր առաջ ելույթ ունենալով ՔՊ համագումարում Փաշինյանն ասում էր, թե բանակում աննախադեպ ծավալի բարեփոխումներ են արվել ու արվում, ուղղակի որոշել են չթմբկահարել, բարեփոխել, բայց չխոսել, այլ բանակը զարգացնել, լուր, հետևողական։ Առաջին արձագանքը հանրությանն այն էր, որ սուտ եք ասում։ Անկեղծ ասած, ոչ լուր բառն է համապատասխանում իրենց իշխանության տրամաբանությանը, ոչ էլ առավել ևս հետևողական բառը, եթե խոսքը բարեփոխման մասին է։ Բանակը զարգացնելը առաջին հերթին զինելն է, ժամանակակից զենքերով։ Հələ պատկերացրեք։ Գյուղմթերքով բեռնված մի ֆուր վրաց ռուսական սահմանը հատում է, էկոնոմիկայի նախարարը մի քանի հատ գրառում է անում ու վազում է եթեր։ Բա պատկերացրեք, որ հանկարծ զենքով բեռնված մի ֆուր մտնի Հայաստան, սրանք ինչքան կաղաղակեն, կթմբկահարեն։ Անտրամաբանական է, չէ՞ որ բանակին կլուբնիկ տան ու 2 տարի փիարվեն, բայց Իսկանդեր գնեն անաղմուկ։ Իմիջիայլոց ասեմ, որ ժամանակակից աշխարհում անաղմուկ զինվելը ուղղակի անհնար է։ Բայց երեք ՔՊ-ական կառավարությունը ընդունեց որոշում, որը հաստատեց այն մարդկանց տեսակետը, որոնք չէին հավատում բանակի զինմանը։ Ռազմական ծախսերը հաջորդ տարի կկրճատվեն 265 միլիոն դոլարով, ավելի քան 15%-ով։ Նախարարի աշխատավարձը չի կրճատվի, պարգևավճարը չի կրճատվի, պատավատն ու ախրանան չեն կրճատվի, զենքի, պատրոնի, երկրի պաշտպանության փողը կկրճատվի։ Հիշեցնեմ, որ Նիկոլը խոստանում էր եւս 2.5 միլիարդ դոլարով ավելացնել ռազմական բյուջեն, ինչ որ թալանից բերված գումարներով, բայց դա 2018-ին էր, այդ ժամանակ քանի խոստում գրեցին սառույցին։ Բանակի բյուջեն կրճատելու որոշմանը նախորդել էր բանակի ծառայության ժամկետը կես տարով կրճատելու պոպուլիստական նախագիծը։ Դրանից առաջ էլ բանակից փողով ազատվելու օրենքներ ընդունվել։ Դրանից առաջ էլ պակասեցրել էին սահմանապահների աշխատավարձը։ Այս մարդիկ ուղղակի քանդում են բանակը։ Այս իշխանությունը պետական ինստիտուտները քանդել վատ կառավարման, փորձ չունենալու, գուցե հրահանգավորված եւ նման բաների արդյունքում, իսկ բանակը քանդում են կոնկրետ կառավարության նիստում որոշումներ կայացնելով, ազգային ժողովում օրենքներ ընդունելով, որոնց կողմ են քվեարկում միաձայն բոլոր ՔՊ-ական դեպուտատներն ու նախարարները։ Հետևելով զինվելու մասին տեղեկատվությանը, մարդկանց մոտ տպավորություն է, որ մեր բանակը վերջին տարիներին ոչ էլ նորմալ զինվում էր, ուղղակի հիմա չի զինվի կամ նվազ չափով կզինվի արդեն պաշտոնապես։ Համաձայն միջազգային զեկույցի, աշխարհը զինվում է աննախադեպ արագությամբ։ Համաշխարհային ռազմական ծախսերն ավելացել են կտրուկ։ Անգամ այն երկրները, որ դարերով պատերազմ չեն տեսել, բոլորն են մեծացնում ռազմական բյուջեն։ Եվրամիությունը մեծացնում է, Միացյալ Նահանգները հասցրել է ռեկորդային թվի տրիլիոն դոլարի։ Գերմանիան 62 միլիարդ եվրոից հասցնելու է 153 միլիարդ եվրոյի, 60,000-ով էլ զինվորների թիվն է մեծացնում։ Կանադան հաջորդ տարի աննախադեպ ավելացնելու է, Ֆինլանդիան 6 միլիարդ եվրո է որոշել ծախսել պաշտպանական տեխնիկայի վրա, Ռումինիան ռազմական ծախսերն ավելացրել է 43%-ով, Նիդերլանդները 35%-ով, Շվեդիան, Չեխիան, Լեհաստանը, Դանիան, Նորվեգիան հայտարարել է մինչև ատամները զինվելու մասին, Ավստրիան բազմաթիվ կործանիչներ է գնել, պատերազմից հեռու երկրները տասնյակ տոկոսով ավելացնում են բյուջեն, պատերազմին մոտ կանգնած երկրները հարյուրավոր տոկոսներով, Իրանը օրինակ 2025-ին 200%-ով էր ավելացրել ռազմական բյուջեն։ Անկախ նրանից պատերազմ լինելու է թե չէ, կանխատեսում ես թե չէ, դու պարտավոր ես քո թշնամի պետության հետ ռազմական բալանսը վերականգնել։ Պաշտպանության փոխնախարարն ասում է, չի լինելու այնպես, որ մեր պետական բյուջեն այնքան ավելացնենք, որ հասցնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, բայց դու չես ավելացնում, պակասեցնում ես Ադրբեջանի ավելացմանն զուգահեռ։ Ու հələ հիշեք, թե զինվելը պակասեցնելը, իսկ երևի ավելի ճիշտ է ասելը չզինվելը տեղեկատվական ինչ ներարկումներով ու գրոհներով սկսեց։ Սկզբում ասում էին, ՀԱՊԿ անդամ ենք, դրա համար մեզ զենք չեն տալիս։ Հետո ասացին, Ադրբեջանը մեր գործընկերների վրա ազդում է, զենք չեն տալիս, պայմանագրերը հետ են տալիս, չեղարկում են։
Հետո ասացին փողը տվել ենք, զենք չեն տալիս։ Ինչ ասես, որ չէին մոգոնում արդարացնելու իրենց չզինվելը։ Հետո ասացին առնում ենք, չենք կարողանում զենքը բերել, լոգիստիկ խնդիր կա։ Հետո ասեցին, որ ասում ենք Արարատը մերն է, զենք չեն տալիս։ Իսկ հիմա վերջնականապես անկեղծացան։ Զենք չեն տալիս, որովհետև չենք առնում, չենք զինվում։ Մեզ պետք չէ, մենք խաղաղության մեջ ենք գտնվում։ Ադրբեջանը զինվում է, պատերազմի է գնում, ջանդամ է իրեն։ Մենք խաղաղության ենք գնում։ Իմիջիալոց, որ հանկարծ զինվում են, հայտարարում են, զինվում ենք, բայց երրորդ կողմի դեմ չէ։ Ադրբեջանը որ հարձակվի, մենք չենք պաշտպանվի։ Այդ զենքը նրա վրա չենք ուղղելու։ Արարատ Միրզոյանն է ասում։ Իսկ ինչ է անում Հայաստանի հետ խաղաղության գնացող Ադրբեջանը, ճակերտների մեջ խաղաղության գնալը։ Ադրբեջանը ամեն տարի ավելացնում է ռազմական ծախսերը։ Ընթացիկ տարում ամբողջ բյուջեի 20%-ից ավելին ռազմական ծախսներ հատկացրել։ Ադրբեջանը հայտնվել է ամենաշատը զենք գնող 20 երկրների ցանկում։ Ալիևն ասում է մեծ թափով զինվում եմ, ինչ իմանաս ինչ կլինի, կարող է պատերազմ լինի ու գնում է հարձակողական զենքեր։ Իսկ սրանք ասում են, չէ, այլևս խաղաղության դարաշրջան է, զենք պետք չէ, բանակ պետք չէ, ամեն ինչ մինիմալով։ Իրենց թալանն ու իրենց հարստանալը մինիմալով չեն կազմակերպում։ Թոշակը մինիմալով, զենքը մինիմալով, տնտեսության իրական աճը մինիմալով, թալանը, գնաճը, կոռուպցիան այդա մաքսիմալով է։ Ընդամենը վերջերս Ադրբեջանի եւ Պակիստանի ռազմական ներկայացուցիչները պայմանագրեր կնքեցին։ Ադրբեջանը ձեռք է բերում կործանիչներ կնքելով Պակիստանի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքը։ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության արդիականացման օգնելու մասին։ Այս ամիս Ադրբեջանը ստացավ Իսրայելից զինամթերքի զինտեխնիկայի հերթական խմբականակը։ Ադրբեջանը նոր զենքեր է ձեռք բերել Չեխիայից, Սլովակիայից եւ այլն։ Ամեն օր են ռազմական ինքնաթիռները գնում գալիս այդ երկիր։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է արդեն 50%-ով։ Մեզ մոտ աճել է ՔՊԱ-կանների բարեկեցությունը, բայց ոչ թե 50, 500, 1000, տեղ-տեղ 5000%-ով։ Սրանք են չէ ասում նախկինները լավ չեն զինվել։ Հիմա իրենք համ կրճատում են բանակի բյուջեն, համ ասում են ինչպես զինվենք, եթե չգիտենք թե ումից ենք ուզում ուժեղ բանակ ունենալ, որ մեկից ուժեղ լինենք։ Եվ քանի որ չգիտեն ումից պետք է ուժեղ լինել, դրա համար էլ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձրել են ամենաթույլը, ինչպես որ պետությունը։ Կարճ ասած, Հայաստանի չզինումը ինչով կարող է պայմանավորված լինել։ Ըստ ամենայնի, սա Ադրբեջանի ուղիղ հրապարակային հերթական պահանջի կատարումն է։ Ալիևը այս տարեսկզբին հայտարարեց, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը ու վերադարձնի Հնդկաստանից, Ֆրանսիայից գնած զենքերը։ Մեկ այլ ելույթում ասաց, Հայաստանի զինվելն ու խաղաղության պայմանագիրը անհամատեղելի են, իսկ Նիկոլը հանուն խաղաղության պայմանագրի պատրաստ է ամեն ինչի։ Նա կատարում է Ադրբեջանի նախապայմանները ըստ հերթականության։ Չի բացառվում, որ իր գնած զենքերը հետ հանձնի ումից գնել է, ինչպես որ նախկին 30 տարվա գնած զենքերը պատերազմի ժամանակ առանց կրակելու, առանց օգտագործելու հանձնեց Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը իրեն զրկելով լիարժեք պաշտպանունակությունից, բանակից, զենքից թողնում են Աստծո հույսին։ Հուսամ խաղաղությամբ խանդավառվածները պատկերացնում են, թե ինչ վտանգներ կան այս ամենի տակ։